2025 թվականին Երևան քաղաքում խցանները ավելացել են, թե պակասել են։ Սա շատ եւս հետաքրքիր ցուցանիշ է։ 82% նշել են, որ 2025 թվականին խցանները ավելացել են։ Դա, եթե նայում ենք 2024 թվականի ցուցանիշին, գրեթե նույն պահպանվել է։ Խցանները պակասել են 4.5%-ն նշել, 11.6% նշել են, որ մնացել են նույն, այսինքն եւս բացասական տիրույթում այս պատասխանը։ Տեսնում ենք, որ անկախ նրանից, որ ջանքեր են թափվում, որպեսզի խցանումները նվազեն, մանավանդ կենտրոնական համայնքներում, բայց մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը դեռ պահպանվում է։ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավտոբուսների գնահատականը՝ մեկը շատ լավ, 5-ը շատ լավ, մեկը շատ վատ, 5-ը շատ լավ։ Այստեղ ներկայացված է միջին գնահատականը եւ եւս 2 տարվա կտրվածքով է վերված տվյալները, մենք ունենք մի քանի չափանիշ, օրինակ միայն կանգառներում կայանելը 4.4 բալ է ստացել 5 բալից, հա, այս ցուցանիշը, ինչը լավ է կարծում։ Տեխնիկական վիճակ 3.9 բալ, գրեթե 4 բալ, էլի կարելի է լավ գնահատել։ Ժամանակի մոտենալը արդեն խնդրահարույց է 3.4 բալ է գնահատել 5 բալից եւ ամենավատ ցուցանիշը դա ծանրաբեռնվածության հարցն է 2.8 բալ, իհարկե որոշակի դրական փոփոխություն կա 2024 թվականի հետ կապված, բայց երկու գնահատականի եւ 2024-2025-ին բացասական տիրույթ է, այսինքն 2.2 եւ 2.8 բալ, այսինքն այս չափանիշի վրա, այս խնդրի վրա պետք է ուշադրություն դարձնեն տրանսպորտի հարցով զբաղվող մեր քաղաքապետարանի պատասխանատուները։